մարդ ենք, վաղը որոշել ենք որպես վաղը ապագա վաղ վանտրող, որոշել եմ գնալ եւ իմ ձայնը տալ Սամվել Կարապետյանին։ Հասկացանք, որ ուժեղ տղա է, հզոր տղա է մեր Սամվել Կարապետյանը, բայց այդ քաղաքական ծրագիրը ո՞րն է ձեր ցավը տանեմ։ Այսինքն դուք մտածում եք հայ հասարակությանը եկել եք փողով պետքա կուպիտ անեք, հա։ Բա ասում էիք Նարեկ Կարապետյան, ասում էիք մի ամիս առաջ, այն որ կրկեսում հավաքել էիք երիտասարդներին, Նարեկ Կարապետյան։ Ասում էիք, որ մենք տեսնում ենք ճանապարհներ, մեր ծրագրի մեջ առաջնային է, մեր օրակարգում առաջնային է, որ արցախցիները պիտի վերադառնան Արցախ եւ դուք այդ ամենի համար անելու եք հնարավորն ու անհնարինը։ Հետո մի ամիս հետո ընդամենը մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանը ինքն իրեն հակասում է, մերժում է նախկինում իր կողմից արված հայտարարությունը, ասելով, որ Ալիևը տարբերակ չի թողել եւ Ալիևը այն ղեկավարը չէ, որ մենք կարողանանք Արցախահայությանը վերադարձնել Արցախ։ Հիմա քանի որ ձեր քաղաքական ուժի բոսը Սամվել Կարապետյանն է, ես հարցս ուղղում եմ այդ բոսին։ Սամվել Կարապետյան, դուք ձեր քաղաքական օրակարգում հստակ եւ կոնկրետ քայլերով մատնանշեք, ես որպես ընտրող պահանջում եմ ձեզանից, բացատրեք, ցույց տվեք, որն է այդ ճանապարհային քարտեզը, թե դուք կոնկրետ ինչ մեխանիզմներով ընդհանրապես արցախցիների հետ կապված, արցախահայության հետ կապված, արցախյան հիմնախնդրի հետ կապված, դուք ունեք հստակ տեսլական, հստակ քայլեր, հստակ մարտավարություն եւ ընդհանրապես ձեր օրակարգում կա արցախյան հիմնախնդիր ասվածը, թե չկա։ Երկրորդը, Նարեկ Կարապետյանը ասում է, որ մենք իշխանության գալու դեպքում ստեղծելու են 300,000 աշխատատեղ։ Հիմա քանի որ Նարեկը մի օր մի բան ասում, մի քանի օր հետո մի ուրիշ բան ասում, հարցս էլի ուղղում եմ Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյան, ինչքանով է իրատեսական այդ ականջահաջող հայտարարությունը։ Այդ 300,000 աշխատատեղ ստեղծելու ձեր նպատակները, ցանկությունները ինչպես եք իրագործելու։ Քանի տարում, քանի տասնյակ տարիներ են պետք, դուք քանի անգամ պետքա վերընտրվեք, մնաք իշխանության ղեկին, որպեսզի կարողանաք այդ 300,000 աշխատատեղը համալրեք եւ ձեր խոստմանը տեր կանգնեք։